Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Մեր այսօրվա հաղորդման 100-րդ օրոք կառուցվեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի եւ 18 թվականի մայիսյան հերոսամարտերին նվիրված Սարդարապատի հուշահամալիրները։ 100-րդին էր հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Խորհրդային Հայաստանի ժամանակի ղեկավար Անտոն Քոչինյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Հայաստան պետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստան ազգային արխիվի տնօրեն պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը եւ Հայաստան պետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի փոխտնօրեն պատմական գիտությունների թեկնածու Կարեն Խաչատրյանը։ Բարի գալուստ պարոնակ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Այժմ հարգելի հեռուստադիտողներ, մինչև հաղորդում շարունակելը դիտենք փոքրիկ ակնարկ, որտեղ կներկայացվի Քոչինյանի կյանքը եւ գործունեությունը։ Անտոն Քոչինյանը ծնվել է 1913 թվականի հոկտեմբերի 25-ին Լորվա Վահագնի գյուղում։ 10 տարեկանից սկսել է աշխատել։ 1935 թվականին ավարտել է Երևանի կոմունիստական գյուղատնտեսական բարձրագույն դպրոցը։ 1959 թվականին Խորհրդային Միության Կոմկուսի Կենտկոմինկից բարձրագույն կուսակցական դպրոցը։ Բարձրագույն կրթության բացակայությունը լավագույնս լրացրել է բնածին խելքով։ Շրջանային թերթի պատասխանատու քարտուղարի համեստ պաշտոնից հասել է շրջկոմների առաջին քարտուղարի, Կոմերիտ Միության Կենտկոմի առաջին քարտուղարի, 1952-ից 66 թվականներին Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի նախագահի, 1966-ից 74 թվականներին Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի բարձրագույն պաշտոնների։ Միաժամանակ 1954-ից 58 թվականներին եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարար, Խորհրդային Հայաստանի ամենից երկար բարձրագույն ղեկավարն էր։ Հայաստանի տնտեսական եւ մշակութային զարգացման գործում նրա ավանդը մեծ էր։ Քոչինյանի օրոք կառուցվեցին կամ նախաձեռնվեցին կառուցվել Արփա-Սևան թունելը, Երևանի մետրոն, Մեծամորի ատոմակայանը, Հրազդանը, Չարենցավանը, Սևան-Զոտ եւ Իջևան Հրազդան երկաթուղիները, Երևան-Սևան մայրուղին, Հրազդան մարզադաշտը, Ռոսիա կինոթատրոնը, Կապան-Գորիս ավտոճանապարհը, Երևանի, Կիրովականի, Հրազդանի ջերմաէլեկտրակայանները, Որոտանի կասկադը, Տաթևի հիդրոէլեկտրակայանը, Երազ ավտոգործարանը, Զոդի ոսկու արդյունահանումը։ Ծաղկաձորը դարձավ մարզական կենտրոն, ստեղծվեց Հայաստանի առողջարանային հանգստյան ցանցը, սկսվեց համատարած գազաֆիկացումը, Զվարթնոց օդանավակայանը ստացավ միջազգայինի կարգավիճակ։ Հիմնվեց Գարուն ամսագիրը, համաժողովրդական կերպով նշվեցին Հովհաննես Թումանյանի եւ Կոմիտասի ծննդյան 100-ամյակները։ 1967 թվականի նոյեմբերի 29-ին բացվեց Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, 1968 թվականի մայիսի 25-ին Սարդարապատի համալիրը, նշվեց Էրեբունի Երևանի 2750-ամյակը։ 1966 թվականին բարձրացրել է Արցախը եւ Նախիջևանը Հայաստանին վերամիավորելու հարցը։ Եզակի բարձրաստիճան ղեկավարներից էր, ով եղել էր Լեռնային Ղարաբաղում։ Քոչինյանը եղել է Հայաստանի բոլոր բնակավայրերում, գիտեր բոլոր գյուղերի անունները եւ դրանց աչքի ընկնող բնակիչներին։ Մահացել է 1990 թվականի դեկտեմբերի 1-ին, թաղված է Երևանի Թոխմախ գերեզմանատանը։ Նրա հիշատակին թողարկվել է նամականիշ եւ անվանակոչվել փողոց։ Պարոն Վիրաբյան, Քոչինյանը ղեկավար պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի ժամանակաշրջաններում եւ նա փաստորեն լավագույնս տիրապետում էր կուսակցական եւ թե նաեւ պետական կառավարման համակարգի բոլոր գաղտնիքներին։ Խնդրում եմ ներկայացրեք եւ տվեք ձեր գնահատականը հենց Քոչինյանի ժամանակաշրջանի վերաբերյալ։ Քոչինյանը Խորհրդային Հայաստանի այն ղեկավարներից է, որը մոտ 35 տարի եղել է ղեկավարության կազմում։ Ղեկավարություն ասելով հասկանում են կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի բյուրոն, որտեղ քննարկվում էին հանրապետության կյանքի հետ կապված բոլոր հարցերը, դա լիներ ժողովրդական տնտեսություն, մշակույթ, գիտություն, առողջապահություն, կրթություն, բոլոր հարցերը եւ իրենց լուծումները ստանում էին բյուրոյի այսպես կոչված նիստերում։ Քոչինյանը փաստորեն 1939 թվականին ընտրվելով Հայաստանի Լենյան կոմունիստական երիտասարդական միության Կենտկոմի արտաքին քարտուղար դարձավ բյուրոյի անդամ եւ այդ բյուրոյի կազմում մնաց մինչեւ
1974 թվականի աշուն Կարելի ասել ամենից երկարակյաց ամենաերկարակյաց ղեկավարն էր եւ գումարած դրան որ նա 1952 թվականից մինչեւ 66 թվականը փաստորեն 14 տարի ղեկավարել է նախարարների խորհուրդը որը հիմնականում զբաղվում էր տնտեսական հարցերով Եվ դրանից հետո դարձել է խորհրդային Հայաստանի առաջի դեմքը, քաղաքական ղեկավարությունը պատկանում էր նրան 1966 թվականից մինչև 1974 թվականը, մոտ 10 տարի։ Այսինքն մոտ 25 տարի եղել է առաջի եւ երկրորդ դեմքը խորհրդային Հայաստանի։ Նրա ժամանակաշրջանը, ինչպես դուք ասեցիք, կապված էր եւ Ստալինի, եւ Խրուշչովի, եւ Բրեժնևի գործունեության հետ, որոնք խորհրդային միության կյանքում որոշակի տարբերություն ուներ, ճիշտ է, մի երկիր էր, նույն գաղափարախոսություններ, նույն կոմունիստական կուսակցություններ, բայց քաղաքականության ենթատեքստերում կային առանձին փոփոխություններ։ Ստալինի մահից հետո բավականին դեմոկրատացվեց երկրի կյանքը, բռնություններին վերջ տվեց, իհարկե գաղափարական, քաղաքական ուղղվածությունը չփոխվեց խորհրդային միության, միջազգային ասպարեզում նույնիսկ Երբ որ առաջ քաշվեց խորհրդային կապիտալիստական երկրների հետ համագործակցության այդ գաղափարը պահպանվեց քաղաքական հարցում ոչ պայքարի հետագա անհրաժեշտություն, պայքարի հետագա դա Խրուշչովյան ժամանակաշրջան էր, որը Զարթոնքի 20-րդ համագումարի շունչ, հավատ, կյանքի փոփոխության եւ եկավ Բրեժնևյան ժամանակաշրջանը, որը որոշակի խորհրդային ժողովրդի կյանքում կենսամակարդակի բարձրացման որոշակի պայմաններ ստեղծվեց, իրոք կյանքը բարելարվեց, թոշակ նշանակեցին մարդկանց բնակարանային լայշինարարություն, բայց վերջին հաշվով հետագայում կոչվեց լճացման ժամանակաշրջան, որտեղ ինչ մնում էր գաղափարախոսության քաղաքական կյանքում այնտեղ ոչ մի փոփոխություն չէր կատարվում։ Կոլխոզները մնացին նույնը, նրանք եկամուտ տալիս էին պետությանը, թե չէին տալիս, ոչ մի փոփոխություն չկար, պետք է լինեին կոլեկտիվ տնտեսություններ, մնային կոլեկտիվ տնտեսություններ։ Այնպես որ մի ժամանակաշրջան է Քոչինյանի ղեկավարած ժամանակաշրջանը, որ պետք է առանձին քննարկվի։ Իհարկե, եթե մենք խոսում ենք 50, 60, 70-ական թվականներին խորհրդային Հայաստանի ժողովրդական տնտեսությունը բավականին զարգացել է։ Նույնը կարելի ասել նաև գիտության մասին։ Մենք այսօր ասում ենք, քանի գիտական, գիտահետազոտական հաստատություններ կային, առողջապահական հիմնարկներ եւ այլն, դպրոցը, բանը, բայց դրա հետ միասին նաև 70-ական թվականներին ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ խորհրդային միությունում սկսվեց մի երևույթ, որը այսօր անվանում է կոռուպցիա, երբ որ գործարանը սկսում էր կառուցվել, տերվում էր տարիներ, երբ որ արդեն այդ գործարանը շահագործման էր հարցում, պարզվել որ նրա արտադրանքը այլևս այդ արտադրանքի անհրաժեշտությունը չկա։ Այսինքն դրականի զուգահեռ կար կամ ես հիշում եմ Մարկ Զախարովի մի խոսքը, որ ասում է բանվորի կանչեցին, թատրոնում անհրաժեշտ էր մի բանվոր, որը ասում էր ամեն ինչ կարող էր անել, ես հարցրի նրան, ինչ կանես դու աշխատավարձ ստանում, նա ասաց 250 ռուբլի, ասացի ես քեզ կտամ 2 անգամ ավելին, ընդունվի մեզ մոտ աշխատանքի, որը եւ հյուսն էր, եւ խառատ էր, եւ էլեկտրիկ էր եւ այլ, ասաց չէ, չեմ ուզում, այսինչու, ասաց ձեզ մոտից ոչինչ չեմ կարող տանել, խորհրդային ցանկացած գործարանին, այո, չէ, գողանալ չէին ասում, տանել բառներ օգտագործում, որը եթե այսպես նորմալ էր ընդունվում, ճաշարանից, հիվանդանոցի ճաշարանից, ճաշարանի աշխատողները պետք է միս եւ երշիկ տանեին, չգիտեմ, կանսերվի գործարանից պետք է պահածոներ տանեին, մի խոսքով, այս երևույթը միաժամանակ նաեւ կրկնում եմ, դա միայն Հայաստանում չէր, մի փոքր դարա կարող է փոքր աշճան խուսափեց մեր Բարտյան Հանրապետություն, բայց Միջին Ասիայում, Անդրկովկասում, Ռուսաստանում դա տարածված էր, կամ բուհերեն, բուհական այն ֆակուլտետները, որոնք այդ ժամանակ մեծ հեղինակություն ունեին իրավաբանական, բժշկական եւ այլ, հնարավոր չէր ընդունվել առանց գումարի
կամ առանց ծանոթի։ Նույնիսկ այս հասկացությունը դա եւս Քոչինյանի ժամանակաշրջանն էր։ Սակայն միաժամանակ նաև դրական երևույթները դրական երևույթները նշում եմ, դրական երևույթները նշում եմ մարդկանց կենսամակարդակի բարձրացում, մարդկանց անձնագրեր սկսեցին տալ, մարդկանց թոշակ սկսեցին տալ, կենսամակարդակը բարձրացավ, առաջի անգամ խորհրդային քաղաքացիները սկսեցին մեքենա գնել, հեռուստացույց գնել, սառնարան գնել եւ ամենակարևորը Հայաստանում 60-ական թվականներին գյուղերում նոր սկսեցին նոր տներ կառուցել։ Խորհրդային իշխանությունը 20 թվականին հաստատվել էր մինչև 60-40 տարեկան գյուղերում, ինչպես եղել էր գյուղական հայկական տունը 19-րդ դարում, այս երթիկով առանց լուսամուտի անտաշ քարերով, այդպես մնացել էր մինչև 60-ական թվականը։ 60-ականներին նոր սկսեցին տներ կառուցել, բայց այդ տները ինչպես էին կառուցում։ Այն մյուս կառույցներից գողացված ցեմենտով, քարով եւ այլ, որտեղ շինանյութի, ասենք, վաճառք, ազատ վաճառք գոյություն չուներ։ Եվ հանուշինարարության նման գողություններ արդարացված էին։ Այնպիսի ժամանակաշրջաններ, որ պետք է մոտենալ եւ լավի մասին ասել եւ վատի մասին ասել։ Պարոն Խաչատրյան, Քոչինյանը խորհրդային շրջանային եզակի ղեկավարներից էր, ով իրոք համարձակություն ունեցավ խորհրդային ժամանակաշրջանի պայմաններում, համարձակություն ունեցավ բարձրացնելու Արցախ եւ Նախիջևանը մայր հայրենիքին կամ խորհրդային Հայաստանին վերամիավորելու հարցը, որը հետագայում նրան այսպես կոչված սուստովներ այդպես էլ չներեցին։ Խնդրում եմ ներկայացրեք Արցախի եւ Նախիջևանի հարցի բարձրացումը։ Դուք ճիշտ եք նշում, իհարկե Լեռնային Ղարաբաղի, Արցախի, խորհրդային Հայաստանի միավորելու հարցը խորհրդային ոչ ժամանակահատվածում է գտնվել խորհրդային Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում եւ այստեղ պետք է նշել եւ Ալեքսանդր Միասնիկյանի դերակատարումը, դրական դերակատարումը այդ հարցում, նաեւ պատերազմի ավարտական փուլին մենք գիտենք, որ առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը նամակով դիմեց խորհրդային պետության ղեկավար Իոսիֆ Ստալինին, այնպես որ ես դա ուզում եմ նշեմ, որ այդ հարցը Լեռնային Ղարաբաղի խորհրդային Հայաստանին միավորելու, ինչպես նաեւ Նախիջևանի մշտապես է գտնվել խորհրդային Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում եւ իհարկե այստեղ խնդիրը իր ներկայացմամբ քաղաքական, պատմական կարելի է ասել, որ իր գագաթնակետին իրոք հասավ Անտոն Քոչինյանի օրոք եւ անգամ եթե մենք նշենք 1966 թվականի սեպտեմբերի 30-ի նամակը իր եւ նախարարների խորհրդի նախագահ Մուրադյանի ստորագրությամբ ուղղված խորհրդային ղեկավար գործիչներին, ապա մենք կտեսնենք, թե որքան համարձակ է խորհրդային Հայաստանի ղեկավարը եւ ինչ ճիշտ շեշտադրումներ է դնում։ Առաջին հերթին նա փորձում է համոզել խորհրդային բարձրաստիճան ղեկավարությանը, որ նոնսենս է եւ մի խորհրդային պետության միության կազմում գոյություն ունեն հայկական երկու պետականություններ՝ խորհրդային Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Եվ նա նշում է նաեւ պատմական անցքերը եւ իհարկե հարց է բարձրացնում նաեւ Նախիջևանի եւ շատ համարձակ։ Իհարկե դուք ճիշտ նշեցիք, նշված ժամանակահատվածում խորհրդային բարձրաստիճան որոշ ղեկավարներ ընդդիմացան, այդ թվում նաեւ խորհրդային Ադրբեջանի, բայց Անտոն Քոչինյանի դերը այստեղ բացառիկ է եւ այդ մասին մենք պետք է նշենք, բարձրաձայնենք, որպեսզի մեր հասարակությունը նաեւ իմանա, որ խորհրդային ժամանակաշրջանում մեր առաջի դեմքերը, ղեկավարները մշտապես հետամուտ են եղել ազգային խնդիրներին, որոնցից մեկը անշուշտ Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջևանի խնդիրն էր եւ այստեղ իհարկե լուրջ հաջողություններ ձեռք բերել այդ ժամանակ չհաջողվեց, բայց անգամ միջազգային իրավունքի տեսանկյունից շատ կարեւոր է, որպեսզի խորհրդային Հայաստանի կամ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր իշխանություն այդ մասին բարձրաձայնի, որպեսզի այդ խնդիրը լինի օրակարգում եւ Փառք մենք գիտենք, որ այդ խնդիրը իր տրամաբանական հաղթական ավարտին է հասել։ Դուք օգտագործեցիք նաև համարձակությունը բառը, այսինքն կարելի է ենթադրել, որ Քոչինյանը քաջ գիտակցում էր, որ Ղարաբաղի եւ Նախիջևանի հարցի բարձրացումը ինչ վտանգներով է լեցուն եւ վերջի վերջո դա իրեն չի ներվի, բայց բոլոր դեպքերում նա այդ քայլին գնաց։ Գիտեք ինչ, այստեղ միգուցե եղել են ինչ-ինչ պայմանավորվածություններ խորհրդային բարձրաստիճան ղեկավարների հետ, որովհետև մենք ինչքան էլ որ անձը բարձրացնենք այդ շրջանում, ի վերջո գոյություն ուներ խորհրդային միասնական պետություն, իր միասնական ղեկավարությամբ եւ այստեղ պետք է նաեւ արժանին մատուցել տվյալ ժամանակաշրջանի խորհրդային
ղեկավարներին մենք գիտենք այդ շրջանը ձնհալի տարիներ էին եւ ազատություններ տրվեցին հանրապետություններին, այդ թվում ազգային խնդիրների բացման, այո, այնպես որ կարծում եմ իհարկե սա շատ համարձակ էր, բայց միգուցե ինչ-ինչ խնդիրների շուրջ նախնական խոսակցություններ եղել են եւ կարծում եմ, եթե եղել է շատ ավելի լավ, ուրեմն Խորհրդային Միության բարձրաստիճան ղեկավարությունը փաստորեն արտոնել է այդ գրությունը ուղված Մոսկվա եւ այստեղ Խորհրդային Ադրբեջանի անգամ ղեկավարները փաստորեն չեն կարողացել ինչ-ինչ հարցեր կանխել, թեև հետագայում, ինչպես ես նշեցի, նրանց իհարկե դա հաջողվեց։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ ծանոթանանք Անտոն Քոչինյանի մի քանի ասույթների եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Մեր բոլորի սրբազան պարտքն է աշխատել այնպես, որ Հայաստանում անմշակ հող չթողնենք մնա։ Սիրել հայրենիքը չի նշանակում միայն հպարտանալ նրա նվաճումներով կամ բանաստեղծություններ ձողնել նրա լեռներին ու գետերին։ Սիրել հայրենիքը նշանակում է ամեն օր, ամեն ժամ աշխատել նրա բարգավաճման համար։ Սարդարապատի հուշահամալիր այցելող ամեն հայ հպարտությամբ պետք է լցվի իր նախնիների նկատմամբ, իսկ ամեն մի օտարերկրացու համար էլ պարզ լինի հայ մարդու ազատասիրության ձգտումը։ Պարոն Վիրաբյան, խոսք գնաց Խորհրդային Հայաստանի ղեկավարների Մոսկովյան վերադասի հետ ունեցած հարաբերությունների մասին։ Հայտնի է, որ Քոչինյանը հարաբերությունների մեջ էր այն ժամանակվա ԽՍՀՄ ղեկավար Լեոնիդ Բրեժնևի հետ եւ այդ մոտ հարաբերությունները նաեւ նա օգտագործում էր մեր հանրապետության բազմաթիվ կարևոր հարցերի լուծման ուղղությամբ։ Դա իրոք այդպես էր։ Հա, ժողովրդի խոսքով ասած Քոչինյանը ուներ բնածին խելք։ Եվ զարմանալին այն էր, որ նա պաշտոնապես բարձրագույն կրթություն ուներ։ Առանց բարձրագույն կրթություն։ Նա սովորել է մի քանի տեղ, ասենք մանկավարժական ուսումնարանում 1 տարի է սովորել Թբիլիսի, հետո Կիրովականում է ժամանակ արդեն Կիրովական դեռևս Ղարաքիլիսայր այնտեղ է կար սովորել, ավարտել է Երևանի գյուղատնտեսական կոմունիստական բարձրագույն դպրոցը։ Ճիշտ է կոչվում էր բարձրագույն, բայց դպրոց էր եւ ուսումը ընդամենը 2 տարի էր։ Խորհրդային Հայաստանի միակ ղեկավարներն է, որ այդպես է բարձրագույն կրթություն չի ունեցել։ Եվ նա, որպեսզի կրթությունը այդ մարտիկ, ովքեր հատկապես 30-ական թվականներին, դրանցից մեկն էր նաեւ իհարկե Քոչինյանը, մտան կուսակցական աշխատանքի, նրանց կրթության բարձրացնելու համար Մոսկվայում ստեղծեց Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտկոմինկից կուսակցական բարձրագույն դպրոց, որը ելի կոչվում էր բարձրագույն, բայց ուսումը ընդամենը 1 տարի էր կամ 6 ամիս, նայած ինչ կոնտինգենտ էին հավաքում, եւ հա այնպես ստացվեց, որ Հայաստանի Կոմկուսի կենտկոմի քարտուղար, կրկնում եմ, քարտուղար, Կոմկուսի կենտկոմի քարտուղարը 45 թվականին գործուղվեց Մոսկվա այս կուսակցական դպրոցում սովորելու։ Եվ իր հետ միասին այդ նույն խմբում սովորել է ռազմաճակատից քաղբաժնի աշխատող Բրեժնևը, որ հետագայում պատրաստում էին ուղարկելու կուսակցական աշխատանքի, գիտենք ուղարկեցին Մոլդովա։ Եվ միասին են սովորել եւ 45-46 թվականից նրանց մեջ ստեղծվել է ընկերական կապ եւ հետագայում Քոչինյանը իրոք օգտագործել է այդ ընկերական կապը։ Եվ ես կասեի, որ ասենք 66 թվականին Քոչինյանին ընտրելու հարցում որպես կենտկոմի առաջի քարտուղար, սա եւս դեր է կատարել, կամ հետագա այդ 10 տարիների ընթացքում բազմիցս ներքին ընդդիմություն է եղել Քոչինյանի դեմ, բայց Բրեժնևը կարողացել է նրան ինչ-ինչ խնդիրներից պաշտպանել։ Եվ որոշակի հարցեր լուծելու համար մենք բոլորս էլ գիտենք, որ Խորհրդային Միությունում հարցերը ճիշտ է, տնտեսությունը պլանավորված էր, պլանային տնտեսություն էր 5-ամյա, բայց որոշակի հարցեր լուծելու համար, օրինակ եւ գիտենք Արփասեվան այս ջրատարը կառուցելու հարցում անհրաժեշտ էր որոշակի խնդիրներ, կապեր ունենալ, լուծելու ուզումներ տալու այն մասնական մոտ հարաբերությունների։ Հատկապես ես ուզում եմ շեշտել, որ Հայաստանը էլեկտրոնային արտոնաբերության կենտրոն դարձնելուց մեկը Խորհրդային Միություն, իսկ այդպեսին դարձավ, մենք հիշում ենք Ագատ, Ալմաստ, չգիտեմ, ավիահամալիրես գործարանը, Սիրիուս, մյուս գործարանները, դրանք մեկը մյուսից հետո ստեղծվեցին, որ էլեկտրոնային արտոնաբերության առաջատար
Գործարաններն էին սա եւս Քոչինյանի եւ կենտրոնում նրա ունեցած կապերի արդյունքներ եւ զարմանալի բան էր, որը միշտ գրվել է նույնիսկ խորհրդային մամուլում է գրվել, որ ի տարբերություն ասենք խորհրդային միության մյուս տարածքներից մեր խանութները ավելի առատ էին եւ որ խորհրդային միության տարբեր վայրերից գալիս էին տուրիստներ, իսկ այն ժամանակ туриզմը, ներքին туриզմը շատ զարգացած էր, որտեղ արտաքին туриզմը ավելի քիչ էր, ահա Սիբիրից, Հեռավոր Արևելքից եկած մարդիկ տեսնում են Երևանի խանութներում այնպիսի մթներքներ կան, որոնք ազատ վաճառում են, որ իրենց մոտ չկար։ Սա եւս այդ մատակարարման արդյունաբերությունը զարգացնելու, որպես մատակարարման առաջի աշճանի հանրապետություն դարձնելու հարցում եւս մեծ դեր է կատարել այս կապերը։ Վերջին ասելով այդ կապերը իրենց դերը կատարել են։ Պարոն Խաչատրյան, Հայաստանի Հանրապետությունում երևի չկա մի բնակավայր, որտեղ կամ որի համար Անտոն Քոչինյանը իր կառավարման տարիներին որևիցե դրական քայլ, մի ձեռնարկության կառուցում կամ որևիցե մի հետք թողած չլինի, սակայն այդ ամենով հանդերձ նա սերունդների հիշողության մեջ մնում է կամ կմնա իմ կարծիքով երկու գործերի համար, դա առաջինը 67 թվականի ցեղասպանության զորի հուշահամալիրը եւ նաեւ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի կառուցումը։ Խնդրում եմ այդ երկու երևույթներին ձեր գնահատականը։ Համամիտ եմ ձեզ հետ։ Իհարկե ես կփորձեի նաեւ պարոն Վիրաբյանի հետ համաձայնվել եւ լրացնել նաեւ պարոն Վիրաբյանը ճիշտ շեշտեց, որ Հայաստանը փաստացի ներգրավում էր խորհրդային ռազմաարդյունաբերական համալիրում եւ խորապես համոզված եմ, որ այդ ներգրավվածությունը հնարավորություն տվեց խորհրդային Հայաստանին լուծել սոցիալ-տնտեսական նաեւ այլ խնդիրներ, հուշ կարևոր եւ այստեղ իհարկե խորհրդային կենտրոնական իշխանությունների դերը շատ մեծ է, այդ թվում չմոռանանք նաեւ մեր հայ գիտնականներին, որոնք իրենց գիտական նվաճումներով կարողացան դառնալ խորհրդային նաեւ ռազմաարդյունաբերական համալիրի մի մասը, իհարկե առաջին դեմքի ավանդը այստեղ շատ մեծ է։ Մենք բազմաթիվ տեղեկություններ կարող ենք հաղորդել այլ շինարարության մասին, բայց կարծում եմ մեր հեռուստադիտողները, հատկապես ավագ սերնդի քաջ գիտեն այդ մասին, ուստի կցանկանայի շեշտը դնել իրոք այն խնդիրների վրա, որոնք այսօր էլ արդիական են, եւ ես քիչ առաջ նշեցի այդ 1966 թվականի նամակի մասին Կենտկոմ, ահա այնտեղ Խորհրդային Հայաստանի ղեկավարը շատ համարձակորեն նշում էր, որ Թուրքիայի տարածքում տեղի են ունեցել մեծ եղեռ, որին զոհ է գնացել 1.5 միլիոն հայություն եւ ամենակարևորը նա առաջ է քաշում նաեւ պահանջատիրության խնդիրը, նշելով, որ Հայաստանի տարածքների 2/3-ը բռնազավթված է։ Ավելին, նա նշում է հենց այդ նույն նամակում, որ թուրքական դիվանագիտությունը տարբեր խանդավանքների է դիմում, որպեսզի խուսափի պատասխանատվությունից եղեռնի վերաբերյալ։ Եվ ահա այստեղ շատ կարևոր էր դա, եւ իհարկե հետագա տարիներին դուք ճիշտ նշեցիք, նաեւ վեր խոյացավ հուշահամալիրը մեր անմեղ զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցած, եւ մենք գիտենք, որ հենց անմար կրակի ջահը վառեց անձամբ Անտոն Քոչինյանը եւ կարծում եմ դա նրա կյանքի համար ամենաերազանքի այսպես պահեր էին եւ իր կարճ ելույթում նա նշեց, որ սա պետք է դառնա համայն հայության ուխտատեղի եւ տարիներ անց մենք իրոք տեսնում ենք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը դարել է համայն հայության կենտրոնատեղի եւ առավել եւս այս տարի մենք նշեցինք անմեղ զոհերի հիշատակի 100-ամյակը եւ ինչպես ժամանակին այդ նամակում հանդես եկավ Քոչինյանը այդ պահանջատիրությամբ փաստացի ուղված թուրքական պետությանը, այսօր էլ մեր իշխանությունները կարծես թե որոշակի առումով նաեւ առաջ են տանում այդ խնդիրները եւ այսօր մենք հիշում ենք եւ պահանջում ենք եւ նաեւ ինչ որտեղ պահանջատեր ենք։ Եվ ամենակարևորը, որ այդ ողբերգական իրադարձություններին հաջորդել էին 1918 թվականի մայիսյան հաղթական հերոսամարտերը եւ հայությունը հնարավորություն ստացավ թոթափելու զոհի այդ սինդրոմը եւ տանելու հաղթանակներ, որոնց շնորհիվ մենք ունեցանք առաջի հանրապետությունը եւ ահա ի նշանավորումն մայիսյան հաղթական հերոսամարտերի Սարդարապատում այդ հուշահամալիրը բացվեց, որի բացման պատիվը նույնպես տրված էր Անտոն Քոչինյանին բացվեց, չէ՞։
Մայիսյան հերոսամարտերի 50-ամյակը։ Այո, 1968 թվականին նվիրված 50-ամյակին Մայիսյան հաղթական հերոսամարտերի եւ հոծ բազմություն էր ներկա եւ իրոք հայերը, որոնցից մի մասը նաեւ Եղեռնի զոհերի ժառանգներն էին, արդեն ավելի խրոխտ, ավելի հաղթական էին, որովհետեւ մենք ունեցանք նաեւ մերօրյա ավարայրը եւ հաղթեցինք այդ վճռորոշ պատերազմում եւ ահա այստեղ կարծում եմ նաեւ Անտոն Քոչինյանին բախտ էր վիճակվել ղեկավարել Խորհրդային Հայաստանը մի այնպիսի ժամանակաշրջանում եւ հնարավոր էր այդ ամենը իրականացնել եւ փառք ու պատիվ նրան։ Իսկ չեք կարծում, որ թե Եղեռնի հուշարձանը դա այդ միաժամանակ նաեւ Սարդարապատի հուշարձանի կառուցման թույլտվություն եւ ինչու՞ չէ նաեւ ֆինանսավորում ստանալը նույնպես բավականին պետք է խոչընդոտներ հաղթարեր։ Այո, ես ուղղակի ուզում եմ զգուշացնել, որ Սարդարապատի հուշարձանը կառուցելուց մի փոքր խորհամանկության են դիմել։ Նա կառուցվել է որպես ազգագրական թանգարան է ներկայացվել, որը կարծես թե այդքան էլ դժվար չէր թույլատրություն ստանալ։ Չի էլ ներկայացվել, որ այստեղ ճակատամարտ է եղել եւ այլն, Մոսկվայում հասկանում էին, որ դա ներկայացվել է որպես ազգագրական, այսպես Արարատյան դաշտում ազգագրական թանգարան կառուցելու գաղափարն է առաջ քաշվել։ Բայց կարծում եմ վերխոյացող արխիվները մեր ժողովրդին հուշել են այդ հաղթական դեպքերը։ Հետագայում է ավելացվել է դեկորները, արխիվները եւ այլն, բայց սկզբնական շրջանում այդպես եղել եւ ամենակարևոր հանգամանքը, որ դա կառուցվել է ոչ պետական բյուջեից գումարները, դրանք հանգանակած Հայաստանի գյուղացության, բանվոր դասակը, տնտեսականների հանգանակած փողերով է կառուցվել այդ հուշահամալիրը։ Ես ձեր հարցին պատասխանեմ, դուք իրավացի եք եւ ոչ միայն այս կառույցները, նաեւ մյուս կառույցները եւ դա Արփասեվանը լինի, Ատոմակայանը, Մետրոպոլիտենը այնուհետեւ դրանք հսկայական ֆինանսական միջոցներ էին պահանջում, անգամ մեծ էին, անգամ ոչ միայն մեր հանրապետության, նաեւ ամբողջ խորհրդային մասշտաբներով դա ահռելի մի գումար էր եւ բազմաթիվ անգամ խնդիրներ էր առաջանում Մոսկվայում, Կենտկոմում եւ դուք կապերի մասին խոսեցիք Քոչինյանի իրոք անձնական կապերի միջոցով նաեւ ավելացնեմ Անաստաս Միկոյանի անունը, որը բացառիկ դերակատարում ուներ նաեւ այդ տարիներին խորհրդային բուրգում իշխանության աջակցելու առումով Միկոյանը նույնպես իր լուման ունի աջակցելու եւ ֆինանսավորում ստանալու, որովհետեւ նորից եմ կրկնում, դրանք բացառիկ մեծ գումարներ էին անգամ խորհրդային այդ հսկա պետության համար։ Իհարկե, այդ խորհրդային այս շրջանի հաջողությունները ես խորապես համոզված եմ Խորհրդային Հայաստանը կունենար նաև այլ քաղաքական գործի պարագայում, բայց իհարկե դրանք այդքան ազդեցիկ, այդքան մեծ չէին լինի, որովհետև մենք նորից ենք կրկնում, Անտոն Քոչինյանը դուրս էր եկել ժողովրդի ծոցից, նա ժողովրդական անձնավորություն էր, լավ գիտեր իր հայրենիքը, ամեն մի թուփ, ամեն մի գյուղ, այստեղ պարոն Վիրաբյանը նշեց, եւ իր ներդրումը իրոք բացառիկ է։ Գիտեք, կան հասարակության մեջ մարդիկ, որոնք նշում են, որ խորհրդային պետություններ եւ Քոչինյանի տեղ այդ ժամանակ լինել մեկ ուրիշը, մենք նորից կարձանագրեինք որոշակի հաջողություններ։ Այո, այդ հաջողությունները կլինեին, բայց խորապես համոզված եմ ազգային ոլորտում դրանք շատ ավելի քիչ կարող էին լինել, քան Անտոն Քոչինյանի պարագայում։ Ազգայինից բացի նաև տնտեսական ոլորտում էլ էտաշճանի ակտիվություն դժվար լիներ։ Պարոն Վիրաբյան, հարյուրավոր ձեռնարկություններ կառուցած, Արփասեվան կառուցած, մեր հանրապետությունում գիտության եւ մշակույթի զարգացման էապես նպաստած եւ արդեն դուք նշեցիք Խորհրդային Հայաստանի պատմության մեջ ամենից երկարակյաց ղեկավար պաշտոն զբաղեցրած Անտոն Քոչինյանը բոլոր դեպքերում 60 տարեկանում դարձավ համամիութերական կարգին, բայց երիտասարդ թոշակառու եւ ասում են դրա միակ զբաղմունքը այգեգործությունն էր եւ երիտասարդ ասել չեն կարող, բայց ամենայն դեպս թոշակառու իհարկե ուրիշների նկատմամբ այդպես չէին վարվի, ինչպես վարվեցին Քոչինյանի հետ Հայաստանի նոր ղեկավարությունը։ Իհարկե ինքը սկզբից հույս ուներ, որ ինչ-որ մի միջին օղակի պաշտոն կստանա, հատկապես խոսք էր գնում ինտուրիստի կառավարիչի մասին, հետագայում որ չստացվեց հուշարձանների պահպանության կոմիտեի նախագահ, բնության պահպանության, այսինքն լիներ մեքենա, առանձնասենյակ եւ այլ, բայց չստացավ։ Նույնիսկ մեր արխիվում պահպանվում է փաստաթուղթ, որ նա դիմել է Բրեժնևին, որպեսզի Բրեժնևը նրան ընդունի եւ այլը եւ ձգտում էր, որ
բան այդ ընդունելության ժամանակ, երբ որ Հայաստանը Ռուսաստանին միանալու կամ տարբեր առիթներով գալիս էին 70 թվականին, երբ որ նշվում էր 50-ամյակը Խորհրդային Հայաստանի այդպիսի նամակներ կան, բայց այդպես էլ չի հաջողվել հանդիպել բրիժնևի հետ, որ նպատակը բոլորս էլ հասկանում ենք մեկն էր ինչ-որ մի աշխատանք։ Եվ ստիպված նա իրոք ձորաղբյուրի ամառանություններ այնտեղ ժամանակին կարողացել էր հողատարածք, այսպես ասած, վերցնել եւ զբաղվում էր իրոք հողագործությամբ։ Ասում են լավ գինի էր պատրաստում, որսորդությամբ էր զբաղվում, ամառները գնում էր որպես համամիջնական կարգի թոշակառու գնում էր Ուսային Կովկաս կամ Սևծովի ափերը հանգստանալու, այդպես էր նրա կենցաղը, բայց դժբախտաբար նա նույնիսկ չէր համարձակում դիմել արխիվից օգտվելու համար։ Դուք ասում եք արխիվներ, բայց մենք գիտենք, որ նա իր հուշերը սկսեց գրել 88 թվականից հետո, մի 2 տարի այդպես էլ անավարտ մնացին այդ հուշերը եւ հրապարակվել է իհարկե եւ կոչվում է անավարտ հուշեր։ Նա եկավ արխիվ առաջի անգամ եկավ 1988 թվականի մայիսից հետո, երբ որ Հայաստանի ղեկավարությունը փոխվեց։ Եվ սկսեց հետաքրքրվել փաստաթղթերով, մենք գալիս էր արխիվ, առանձին սենյակ էինք տրամադրել, այնտեղ ուսումնասիրում էր փաստաթղթերը եւ մեկ-մեկ որ զրույցում էի գնա մեկ-մեկ, երբ որ ես այդ խոսակցության ընթացքում փաստեր, իրադարձություններ ներկայացնում եք, մեկ զարմանում էր, ասում էր դու քանի տարեկան ես, որ այդ ամեն ինչը գիտես։ Ասում եմ, չէ, ուղղակի փաստաթղթերն եմ կարդացել, այնպես որ իրոք այդ իր կյանքի 74 թվականից մինչև մահկանացուն այդ 16 տարիները նրա համար իրոք թոշակառուի տարիներն էին, նա ակտիվ գործունեությամբ չի զբաղվել եւ գիտեք, կարելի էր օգտագործել, որտեղ իրոք նա իրոք մեծ փորձ ուներ, կրկնում եմ, դուք ասեցիք, որ նա Հայաստանի ամեն մի բնակավայր, ամեն մի կոլտնտեսության նախագահի, ոչ միայն կոլտնտեսության, բրիգադիրի եւ նույնիսկ ասում էին, որ նույնիսկ այդ բանի 50-ական թվականներին, որտեղ քանի որ դեռ տրակտորներ, բան չկար, վարուցանքը, գյուղատնտեսական աշխատանքը կատարվում էր եզներով, այսպես քաշող ուժով, նա նույնիսկ կատակով ասում էին, որ յուրաքանչյուր կոլտնտեսության են եզներին է ճանաչում, գիտի նրանց, գիտի անունները նույնիսկ գիտի, որտեղ իրոք շատ էր լինում գյուղերում ժողովրդի մեջ եւ ժողովրդական մարդ էր, եթե այսպես նուք խոսեցիք մեկ ուրիշը լիներ չլեր, ինքը տարբերվում էր նրանցից, որ իրոք ժողովրդական մարդ էր եւ ժողովրդի, որ ասում են ժողովրդի ծոցից էր դուրս եկել եւ ժողովրդի հետ կապված էր։ Ժողովրդի հետ կապված էր ի տարբերություն տվյալ ժամանակաշրջանի խորհրդային շատ ղեկավարների։ Նա այսպես ցանկալի հյուր էր ամեն մի գյուղում, ամեն մի կոլեկտիվում, ամեն մի գործարանում եւ այլն, որտեղ այդպես ակտիվ էր։ Ոչ միայն որպես աշխատանք, այլ շփումներում էլ էր ակտիվ։ Բայց ունենք այն ինչ ունենք, ինչպես ասում են, եւ նա այդ 16 տարիները դժբախտաբար չկարողացավ շատ բան կարող էր գրել, շատ որտեղ անցել էր իրոք մի դարաշրջան էր նա ապրել, ես ասեցի, ծնվելով 13 թվականին թուրքական արշավանքից սկսած մինչև 90 թվականը նա փաստորեն կենտրոնում էր, թեպետ լինելով թոշակառու շարունակում էր հանդիպել իր ընկերների, գործընկերների, մյուսների հետ, իհարկե ոչ բոլորն էին մեր խորհրդային տարիների կյանքի դառը փորձեր, որ եթե մեկը պաշտոնից հեռացնում էր, շատերը խուսափում էին նրան։ Նրա հետ շփվելուց նույնիսկ մենք տեղյակ ենք, երբ որ Կենտկոմի առաջի քարտուղարի ազատվել, երբ որ նա Հայաստանից հեռանում էր, ոչ մեկը չի գնացել նրան ճանապարհ տնելու կամ 1-2-ը համարձակություն են ունեցել։ Այդպիսին էր իրականությունը, եթե մեկը պաշտոնից ազատվում էր, նա դառնում էր, կարծես թե հասարակությունից փորձում էին նրան դուրս մղել։ Շատ բարի, պարոն Հրապարյան։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ ծանոթանանք Անտոն Քոչինյանի մասին որոշ կարծիքների։ Նրա անվան հետ կապված շատ բաներ կան։ Անտոն Քոչինյանի առավելություններից մեկը ես համարում եմ նրա նվիրվածությունն իր ազգին։ Նա աշխատում էր ժողովրդին լավ պահել։ Այդպես էլ ասում էր, որ իրեն պետք չի, թե սոցիալիզմ կկառուցվի, թե չի կառուցվի։ Առաջին հերթին իր մեջ ինձ դա էր գրավում՝ հայրենասիրությունը, նվիրվածությունը, եւ դա երևում էր ամենտեղ։ Անգիր գիտեր ողջ հանրապետությունը։ Սոս Սարգսյան։ Անտոն Քոչինյանի ղեկավարության տարիներին Մատենադարանը դարձավ ոչ միայն Հայաստանի եւ Խորհրդային Միության հայագիտության ճանաչված կենտրոն, այլև համաշխարհային համբավ ձեռք բերեց
իր ձեռագրական ամենահարուստ հավաքածուով եւ գիտական հրապարակումներով։ Սեն Արևշատյան։ Ամեն մարդ այս աշխարհում ծնվում է մի բանի համար, իսկ Քոչինյանը ծնվել էր որպես դիվանագետ։ Նրա այդ շնորհը աստվածատուր էր։ Ծնվել էր որպես իր երկրին, հող ու ջրին նվիրված անհատականություն։ Կարծում եմ, որ բոլոր լավագույն հատկանիշները մեկ նպատակ ունեն՝ ծառայել Հայաստանին ու հայությանը։ Հովհաննես Չեքիջյան։ Հարգելի հեռուստադիտողներ, ահա այսպիսին էր Անտոն Քոչինյանը, միակ խորհրդահայ բարձրագույն ղեկավարը, ով եղել էր Արցախում, ով իր թողած գործերով բարի հիշատակ եւ մնան հետ թողեց հետագա սերունդների հիշողության մեջ։ Հաջորդ հաղորդմանը կներկայացնենք մեզ հին աստվածներ պարգևած Լևոն Շանթ ազգային քաղաքական գործչին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայրենիներին։